Աստծու բարին բոլորի խաղաղություն, համբերություն, այս տոների կապակցությամբ ուրախություն, ներդաշնակություն, բոլոր դրականություններն եմ ցանկանում ձեզ։ Ես տարիներ շարունակ արդեն երևի քանի տասնամյակ շնորհավորում եմ խորհուրդներով, ոչ թե անգիրարած բառերով, իրարից սովորած բառերով։ Այսօրվա առիթը այն է, որ մենք տարին ճիշտ ավարտենք և ճիշտ սկսենք, բայց շատ կարճ, որ ձեր համբերությունը չչարաշահեմ։ Ուրեմն վերջին շրջանում ես տեսնում եմ, որ արհեստական բանականություն ասածը իսկուսственный ինտելեկտը ավելի մոտիկ է այդ տեխնիկային, քան բանականությունը։ Արհեստական բանականություն չի կարող լինել։ Բանականությունը գիտակցաբար արված զբանս հանճարով բանականություն։ Այդ իմաստը ունի, բայց դե ուրիշ հարմար բառ չենք, թե երևի բանականությունն են գրանցել, որպես արհեստական։ Մի բան, որ արհեստական է, մի բան, որ իսկուսственный ասած է, ուրեմն պետք է լուրջ մտածել։ Հիսուսի խոսքերը պետք է հաշվի առնենք, Էլ Մորիայի ու մյուս վեհապետների Ելենա Ռերիխի կամ Նիկոլայ Կոնստանտինոս Ռերիխի կամ մյուս վեհապետների, որոնք կան, նրանց տված ուսմունքները պետք է հաշվի առնենք, թե արհեստական բանականության։ Ես վերջին շրջանում ուրեմն ուսումնասիրեցի, այսինքն դիտեցի, լսեցի Դիոգենոսի մասին։ Գիտեք, որ հանճարեղ փիլիսոփա է եղել անտիկ աշխարհում, միակ թերությունը, որ բոլորը նշում են, բոլորը չէ, մեծ թվով մարդիկ նշում են, որ Դիոգենոսը շատ կոպիտ էր և հանդուգն, բայց մյուս կողմից էլ համարձակ։ Դիոգենոսի կյանքը պետք է ուսումնասիրել, ճիշտ, ոչ թե հենվել այս արհեստական բանականության կողմից դրված այդ ֆիլմերը, որոնք ուղեկցում են միայն խոսալով, ոչ կարող ես հարց տալ, ոչ կարող ես կարծիք գրել, կոմենտ ասածը, ոչ մի բան չես կարող անել, ուղղակի իրանց ասածը ասում են։ Բայց նկատեցի, որ հիմա թվարկեմ բոլորին, որ նայել եմ, հետո մի 2-3 րոպե կամ կառնեմ։ Դիոգենոսին, Սոկրատին, Պլատոնին, Մարկ Ավրելիին, Պագանինիին, Մենդելսոնին, Բախին, մինչև այդ Արքիմեդին էլ, Լեոնարդո դա Վինչիին, Վան Գոգին, Ռեմբրանտին, դե սրանք մեծ դասականներ են երաժշտության մեջ, նկարչության մեջ, կերպարվեստի, նրանք էլ փիլիսոփայության մեջ եւ այլն։ Եվ դրանց կյանքին ես որ ծանոթ էի 73 թվից դեռ, տեսա, որ միայն բացասական բաներն են գրում, այն ինչ որ պատմական ընթացքին հարմար է, այսինքն տվյալներ։ Եվ զգացի, որ սրանք ժամանակ են խլում մարդկանցից, Ամերիկայում ասում են brainwash, այսինքն ուղեղալվացում, այսինքն դու քո ազատ կամքով ոչ մի բան չես կարող մտածել, ինչ որ տալիս են, այն էլ ընդունում ես։ Պատկերացրեք սնունդը այդպես լինի, այն սնունդը, որ մենք ուտում ենք, որ կապված է մեր ստամոքսահարքային տրակտի հետ։ Ինչ որ տալիս են, այն էլ ուտում ես։ Կարող եք դիմանալ։ Ուզում ես, չես ուզում, դա է, պետք է ուտես։ Ես մտավոր սնունդը չեմ տարբերում այն սնունդից, որոնք որ մենք ստանում ենք երաժշտությունից, կերպարվեստից, վերջապես տվյալների փոխարեն մտավոր կերպով ինչ որ մի գիտելիքից արտահայտված։ Եվ ուզում եմ ձեր ուշադրությունը կենտրոնացնել դրան, որ
չթույլ տաք, որ ձեզ brain wash անեն, ուղեղա լվացում անեն։ Ինչքան շատ լսեք, ինչքան շատ տեսնեք արտաքին պղպջակները, մտքի իմաստով, զգայականի եւ այլն, այնքան շատ չեք կարողանալու դուք ինքնուրույն մտածեք։ Ինքնուրույն մտածեք եւ համեմատեք, ոնց կարելի է Պագանինի նման մեծ երաժիշտին ասել, որ սիֆիլիսով վերջում հիվանդ էր եւ շուտ մահացավ։ Հարց է այդ որ նախագահը, որ կայսրը, որ թագավորը, ով է անթերի, մեզնից սկսած նրանցով վերջացրած, ոչ թե նրանցով սկսած մեզնով վերջացրած, որ մեկս ենք անթերի, որ մեկս չենք թույլ տվել տարիքային խայտարակություններ, ինչի ենք մեծամեծ դասականներին ներկայացնում այնպես, որ հա, դե այստեղ համերգ տվեց, այնտեղ նկարեց, էս արեց, այն արեց, գնաց հանդիպեց էս ինչին, հետո իրան դուրս հանեցին։ Միայն Դիոգենոսինը ասեմ, որ նրան են շատ հարվածում, որպես կոպիտ, որպես քննադատող, որպես համարձակ, նույնիսկ Ալեքսանդր Մակեդոնացու հետ կարճ խոսակցության ժամանակ, որ մտնում է մեծ տակառի մեջ ու ընդեղ է ապրում, որովհետև հորը դատում է եւ այդ հորը դատելը փոխանցվում է նաեւ իր վրա, որպես ժառանգ։ Բա դու այն մարդու տղան չես, դե լավ հայրս եթե գող ա եղել, ենթադրենք, բա ինձ ինչի եք գող անվանում, բռնացրել եք գողության մեջ, ոչ, բան չի եք գող անվանում։ Ուրեմն ես չեմ ուզում, որ դուք էլ իմ նման մտածեք։ Ես ուղղակի վեր եմ լուծում, որ տեսնեմ, բա դուք ինչպես եք մտածում, այդ արհեստական բանականության մասին։ Բժշկության մասին խոսում են, ոչ մի բան չես կարող հարց տալ, ոչ մի բան չես կարող ասել։ Բայց չէ որ այս տարբերակն էլ կա։ Իրան կարագարակը խոսում են։ Եվ երբ որ դիտողություն ես անում, կամ առաջարկ ես անում, բացարձակ, պատասխան չկա, ոչ մի արձագանք։ Օրինակ, շատ խելացի մարդկանց մասին խոսում են, երաժշտության ձայնը ավելի բարձր է, քան թե այդ կարևոր տեղեկությունը կամ գիտելիքը։ Ինչի եք այդքան բարձր միացնում։ Գիտեք ինչպես են ձևակերպում։ Երաժշտությունը ավելի շուտ է հասկացվում, անկախ կամ երգը, անկախ նրանից ինչ լեզվով են երգում, եւ այդ երաժշտության վրա, որ դնում ես միտքը, ավելի խորն է գնում եւ մարդը ավելի հեշտ է հասկանում։ Այո, բայց խանգարում ենք, չենք կարողանում լսել։ Եվ արագ-արագ են ասում։ Ես էլ միշտ այդ օրինակը բերում եմ։ Իսկ եթե ձեզ դնեն սոված եք եւ դնեն ամեն ինչ ուտելու եւ ասեն տեսնում եք ինչ մենք հարգանք ունենք ձեր նկատմամբ, մենակ թե շուտ կերեք, սրանից կերեք, հետո նրանից կերեք, են էլ համով նրանից կերեք, բան, հերիքա դրանից շուտ ես, հիմա նրանից կեր, պարտադրեն այսպես, դուք պատկերացնում եք ինչ կկատարվի մեզ հետ։ Բա ինչու ենք մտքի հետ այդպես վարվում։ Հիմա ոչ մեկը թող չմտածի, թե Հիսուսի սուրբ ծնունդի, այս նոր տարվա նախօրյակին, այս մարդը ինչից է խոսում։ Բա ինչից խոսամ, կենացները խմելուց։ Խոսամ այն մասին, որ միշտ խոսել եմ, որ չի կարելի հարգանքը ցույց տալ ուղեղը թմրացնելու միջոցով, այսինքն ալկոհոլի միջոցով։ Չի կարելի պարել, երբ որ ուղեղդ արդեն թմրած է։ Այդ պարը պար չի, այդ պարը պարտադրված պար է, ալկոհոլի միջոցով ազատություն տրված պար է, որ կարող ես ոնց ուզենաս թևերը թափ անես, ոնց ուզենաս կոստյումդ հանես, գցես մի կողմ, երբեմն էլ կոշիկներն են հանում, որ ավելի ազատ, հանկարծ չխանգարի։
Դա պար չի, դեք պատկերացեք այդպես էլ ստիպեն, որ երկի մարդը, ալկոհոլի ազդեցության տակ երկի, այդ երկը չի լսվի, բայց այդպես էլ արել են, իհարկե քիչ, առանց մտածելու, որ բավոր շնչափողը, կերակրափողը, բավոր կոկորդը, հանկարծ խրխրոց կա այդ ուղեղի թմրացության հետևանքով։ Բա ինչից խոսեմ։ Բա չասեմ, որ չզգուշացնեմ ձեզ նախատոնական այսօրերին, որ գոնե նոր տարում դադարեցրեք արհեստական բանականության բոլոր տեղեկությունները։ Դրանք միայն տեղեկություն են, ոչ թե գիտելիք։ Դրանք միայն բամբասանք են արտաքին տպավորությունը փոխանցելու համար, որ տեսնում եք, ինչ ամեն ինչից կարող ենք խոսել եւ ամեն մեկի մասին կարող ենք խոսել, բայց մեզ պետքա դա, մեզ պետքա, որ մենք մեկի մասին մանրամասն տվյալներ իմանանք, հետո այն մյուսի, բոլորի մասին իմանանք, բայց երբեք ժամանակ չունենանք, ասենք, մեր մտքի մեջ։ Տեր Աստված, այսքան տարիք եմ, մեծ տարիք ունեմ, բարձր տարիք ունեմ, եւ ամբողջ կյանքում ես միայն ուրիշների հավանությանը նայելով, ուրիշների կարծիքին նայելով, եւ խմել եմ, եւ շատակերությամբ եմ զբաղվել, հարսանիքներին, ծնունդներին, բա ինչ կասեն մարդիկ։ Ներողություն, որ տաճարս պղծել եմ բոլոր իմաստներով, բա երբ պետք է ասենք այդ մասին։ Իմ շնորհավորանքն էլ դա է, որ ձեզ զգուշացնեմ, նախատոնական օրերին պետք է զուսպ լինել, թե լեզվով, թե մտքերով, թե զգացմունքներով։ Ձեր հոգին միշտ խաղաղ կլինի, միշտ բավարարված կլինի։ Ուրեմն այս մի հարցը այս ձևով ավարտեմ, որ այդ մեծությունների մասին միայն արտաքին տվյալներն են տալիս։ Բայց ես դրանց մասին մանավանդ Լեոնարդո դա Վինչի, մանավանդ ասենք Սոկրատի մասին, Մարկ Ավրելիի մասին, Պագանինիի մասին, կենսագրական նենց բաներ կան, որ ուղղակի խոնարհվում ես այդ մեծությունների առաջ, այդքան նեղություններով, այդքան զրկանքներով, որ տան վարձը չեն կարողացել տան, թե Բախը, թե մյուսը։ Ոնց կարելի է այդպես բացասական բաները ուղղակի շարել իրար հետևից։ Դա ինչ իրավունք ունեն մեծությունները 2-3 անգամ ամուսնացել են։ Խնդիրը թրթրանքի մեջ է, որ մարդը զբաղված է իր գործով եւ իր ծառայությունն է մատնում ոչ թե իր ընտանիքին, այլ մարդկությանը ամբողջ։ Կենտրոնացած է այդ մասնագիտության վրա, հոգևոր այդ աշխատանքի վրա։ Պետք է հասկանալ, բայց զոհաբերությունը որն է։ Ինքը իր կյանքն է զոհաբերում, բայց իրանից նեղանում են, որ ինչի քո կյանքը ինձ չես զոհաբերում։ Ասենք կինը կամ կինն է բարձրացել ամուսինը ասի։ Չգիտեմ, անձապաշտությունն է, թե մարմնապաշտությունն է, թե ցանկասիրությունն է, որ անպայման պետք է բավարարվի։ Սա կարող եք ամենքը ձեր կարծիքը ունենալ, ես ուղղակի մտքեր եմ արտահայտում տեսել։ Ուրեմն աշխատեք ձեզ այնպես պահել, որ չթողնեք, որ քարոզիչներն էլ իրենց brain wash-ը անեն։ Այսինքն Աստվածաշունչը պետք է ներկայացնի այն մարդը, ով որ գոնե մի քանի պատվիրան մեջից կատարում է,
իր կյանքում, ոչ թե խոսքերով եւ ոչ թե միայն իր ժողովարանում, իրեն լսողներին, որ նոր իրավունք ունենա բարձր բաներից խոսա։ Կամ, եթե խոսում է ասում, այն ես առաջ այսպես էի, չէի կարողանում, միայն խոսում էի, բայց ես ջանք թափեցի եւ այս թերությունից ազատվեցի, ցանկանում եմ, որ դուք էլ ազատվեք, աստիճանաբար, սկսեք հեշտից, ոչինչ, չնայած շատ մարդիկ ասում են, եթե դժվարից սկսես, դժվարը հաղթես, արդեն են մյուսները իրան հաղթվում են, այո, բայց ամեն մեկին չի հաջողվում առանց պարապմունքների գնա ու միանգամից 200 կիլո բարձրացնի 300 ամբողջ կյանքերի անցյալ կյանքերի թերությունները չես կարող մի կյանքում ազատվել, եթե նպատակասլացություն չկա, եթե կարգապահություն չկա, եթե հավատարմություն չկա, եթե մշտականություն չկա, եթե այդ բոլորը արվում է առանց սիրո, առանց զոհաբերությունների։ Ես ձեզ ցանկանում եմ, որ նոր տարին դիմավորեք խաղաղ, բավարարված, աշխարհին խաղաղություն ուղարկելով, անպայման խաղաղություն, ոչ թե փնթալով, նեղանալով, որ ես ինչ կյանք է, ես մեկը ինձ սխալ նայեց, այն մեկը սխալ բարևեց, այն մեկը ինձ խաբեց փողոց առավ, այն մյուսը ես են։ Այո, պետքա չխաբվել, եթե խաբվել ես, դրանից հետո մինչև կյանքիդ վերջը իրավունք չունես տխրությունդ, դժգոհությունդ, բողոքդ, փաթաթես կնոջդ վզին, երեխայիդ վզին, քո ծանոթների, բարեկամների, աշխատանքի տեղը տարածես, կարող է օֆիսում աշխատում ես, ինչ-որ մի գրասենյակում, այնտեղ մի ամպ ես կանգնացնում, որ մտնողը մարմինը փշաքաղվում է ուղղակի, ծակծկում է մաշկը։ Ես ձեզ խաղաղություն եմ ցանկանում, համբերություն, զոհաբերություն դրական գործերի համար, դրական նպատակների համար, բայց ոչ թե ցուցադրական։ Առողջություն ձեզ, խաղաղություն ձեզ, համբերություն ձեզ, ձեր նոր տարին եւ Սուրբ Ծնունդը շնորհավոր լինի։ Այսքանը այսօր։